Պարոն Խուդատյան, մենք տեսանք Արագածոտնի մարզում ուսուցիչների ներգրավվածությունը, հիմա օրինակ մոբիլիզացրել եք այստեղ ուսուցիչներ, դպրոցի տնօրեններ։ Մենք Արագածոտնի մարզում էլ ուսուցիչներ չենք մոբիլիզացրել, դպրոցներից որոշ տեղերում ուսուցիչները այնուամենայնիվ մասնակցել են հանրահավաքի եւ եթե չեմ սխալվում, այդ բռնով կա նշանակված ծառայողական քննության արդյունքներով եթե պարզվի, որ 10 ժամի են եղել, որտեղ մեկնաբանություն կար, որ իրենք երկրորդ հերթով են աշխատում, եթե պարզվի 10 ժամի են եղել, դա կունենա հետևանքներ, եթե պարզվի ոչ, ապա դասից դուրս ուսուցիչները իրենք են կարող են որոշել մասնակցել թե չէ։ Այսօր այստեղ դասի ժամ է, առավոտ նոր է սկսվել, ինչպես գիտեք, եւ վստահաբար ոչ ուսուցիչներ, ոչ պետական հիմնարկների աշխատողներ այստեղ պարակարում չեն մասնակցում, իսկ այդ տեղերում, որտեղ աշխատանքային ժամի ավարտ է, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները անկախ մասնագիտության եւ անկախ զբաղվածության վայրի ազատ են մասնակցել բոլոր քաղաքական ուժերի, հավաքներին, այնպես որ Բայց ամեն դեպքում մենք նկատեցինք, որ գազելով մարդկանց են բերում եւ իջնում են այստեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գազելով մարդկանց բերելու process չի կազմակերպել, ելի եմ ասում, դպրոցի ուսուցիչների մեկնաբանությունը առնվազն այն էր, որ իրենց համար այդ ժամը աշխատանքային չէր եւ իմ ունեցած տեղեկատվությամբ Արագածոտնի մարզում այո կան դպրոցներ, որոնք երկերտ են աշխատում եւ այդ նպատակով նաեւ դա բարձելու համար ծառայողական քննություն է նշանակված վարչապետը երեկել ավելի մանրամասն թեմային անդրադարձել, պետք է ասեմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչական ռեսուրս չի կիրառում, մենք այդպիսի խնդիր չունենք, առաջին անգամ չի, որ քաղաքացիների հետ հանդիպում ենք, շփվում ենք քաղաքացիների հետ, առհասարակ ոչ պլաններ ունենք այդպիսի, ոչ էլ նախկինում ենք այդպիսի հրահանգներ տվել, եթե ինչ-որ տեղեր խնդիր է առաջացել, վստահաբար կուսումնասիրենք։ Այսինքն դուք վստահ եք, որ ձեր հաղթանակը միանշանակ լինելու է եւ կարիք չունեք մարդկանց բերելու, Թարոզարշավի մաս դարձնելու նույնիսկ ոչ օրինական ձևերով։ Ես վստահ եմ, որ մեր հաղթանակը լինելու է, ավելին վստահ եմ, որ վարչական ռեսուրսի կիրառումը բոլոր քաղաքական ուժերին հեռացնում է հաղթանակից, ոչ թե մոտեցնում է հաղթանակին։ Մենք երկու նախորդ ընտրությունները հաղթել ենք առանց վարչական ռեսուրսի կիրառման, 2021 թվականին շատ ավելի դժվար պայմաններում ենք կարողացել հաղթել ընտրությունները, իսկ 2026 թվականին ավելի մեծ աշխատանք կա Հայաստանի Հանրապետությունում արված, Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն եւ մենք տեսնում ենք, որ խաղաղության պայմաններում մեր շանսերը շատ ավելի բարձր են, քան եղել են նախորդ ընտրությունների ժամանակ, եւ մեր շանսերը շատ ավելի բարձր են հաղթելու եւ միասնյա իշխանություն կազմելու, քան ընդդիմության շանսերը նույնիսկ միավորման դեպքում, եւ դրա մասին խոսում են նաեւ մարզում վերջին ժամանակներում անցկացած վաղար շաբաթի երբ որ միավորված ընդդիմության բազմաթիվ քաղաքական ուժեր նույնիսկ ընտրակաշառքի բաժանման պարագայում ու միջալոց ձայնագրություններ եղան այդ մասով ընդդիմության շատ քաղաքական ուժեր Գիտես ինչու միայն ընդդիմության ձայնագրություններն են հրապարակում, որտեղ ընդդիմությունն է, որտեղ իշխանությունը միանձնյա ամեն ինչ որոշում է, գաղտնալուծումներից դա ձեր մեկնաբանությունն է, այնուամենայնիվ հրապարակված ձայնագրություններում ակնհայտ էին ընտրակաշառքի բաժանման դեպքերը Իմիջիալոց Արմավիրի մարզում նաև վերջին ժամանակներում հրապարակված ձայնագրություններով առնվազն Բաղրամյանում եւ Մեծամորում ուրեմն ուժեղ Հայաստան քաղաքական ուժի կողմից հավանական ընտրակաշառքի բաժանման մասին ձայնագրություններ են հրապարակվել, բայց պետք է ասեմ, որ եթե նույնիսկ ընդդիմությունը ընտրակաշառք բաժանվի, իրենք ցախողվելու են, որտեղ քաղաքացիները եւ իրենց գիտեն եւ իրենց արած աշխատանքը եւ նաեւ մեզ գիտեն ու մեր արած աշխատանքը։ Պարոն Խուդատյան, եթե ես չեմ սխալվում, ճիշտ նկատեցի, հենց Փարաքարի համայնքապետն էլ չի դիմավորում ձեզ, այստեղ չի ինքը։ Եվ այստեղ դուք պարտվել եք բավականին մեծ թվերով։ Եթե չեմ սխալվում, Փարաքար համայնքի ղեկավարը առողջական խնդիրներ ունի եւ այս պահին հիվանդանոցում է գտնվում, եթե չեմ սխալվում, այս ինֆորմացիան կարող եք ճշտել։ Փոխարենը պետք է ասեմ, որ մենք Փարաքարում ընտրությունների արդյունքում քաղաքացիական պայմանագիրը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ մեծամասնություն կազմելու համար, բայց քաղաքացիական պայմանագրի մեր գործընկերները Արմավիրի մարզպետը, ես անձամբ Փարաքար համայնքին վերաբերվում ենք որպես հարազատ համայնքի եւ մեծ ցավալի աշխատանք ենք իրականացնում ենք այնքան աշխատանք, ինչքան կիրականացնենք, եթե քաղաքացիական պայմանագիրը համայնքում կառավարում իրականացնել, վստահ եմ համայնքի ղեկավարը եւ համայնքի հավաքանին եւս կփաստեն մեր ասածը, այս օրերին միլիարդավոր դրամների ներդրումներ են արվում Փարաքարում, մասնավորապես պետական բյուջեի ուղիղ ֆինանսավորման, դուք վստահաբար նկատեցիք, կառուցվում է Փարաքարից այգեկ տանող ճանապարհը, որը
ամենայն հավանականությամբ վերջին տարիներին Փարաքար համայնքում իրականացված ամենամեծ ներդրումն է։ Մենք էլ շատ լավ ջերմ գործընկերային հարաբերություններ ունենք Փարաքարի համայնքային իշխանության հետ, հաշվի ենք նստում քաղաքացիների ընտրության հետ եւ վստահ ենք, որ խորհրդարանական ընտրությունների պայմաններում, ինչպես նախորդ ընտրություններում, ինչպես նաեւ 2008-ին Փարաքարում ստանալու են քաղաքացիների ճնշող մեծամասնության քվե։